Տեղի ունեցել, տեսնում ենք անգամ այստեղ եք ՔՊ-ի ներկայացուցիչների հետ վիճաբանում։ Տեսեք, միջին վիճակագրական շարլատան ՔՊ-ականներ, միջին վիճակագրական, էլի, ինձ ասում են, որ ինչ-որ մեկը ինձ բան ա տվել, ես էլ ասում եմ երիտասարդ, երբ որ ես 3 տարեկան էի, 5 տարեկան էի, սովետական 24-10 Էրեբունի խալիով իմ հերն ուներ, երբ որ 91 թվականին արտասահման ավտոմեքենա իմ հերն ուներ, դուք սկի գունավոր տելևիզորը չգիտեիք ինչա։ Հիմա եկել են լուրջ դեմքով, ասում են քո հեռախոսի համարը սիրուն է, քեզ նվեր են տվել, քեզի մեկը մի բան է տվել, արմես չգիտես ինչ, միջին վիճակագրական ԿՊ-ական։ Մյուսը որ կա, Տիգրան Ավինյանը լուրջ դեմքով ինձ ասում է, որ բանում երիտասարդական մետրոյի մոտ ես կաֆե ունեմ։ Հիմա ես էլ իրան շատ լուրջ դեմքով ասում եմ, քեզ ժամանակ, եթե դու չասես, չկա քո հետ կապ չունի։ Ես էլ ասում եմ, էլի շարլատանություն է, իմն է նվեր եմ տալիս, բայց եթե պարզվա, որ իմը չի, հրապարականորեն ներողություն խնդրեք, իմ հետ ոչ մի ձևով կապ չունի։ Ես նորից պնդում եմ, ես Երևան քաղաքում բացի իմ տնից ու ավտոտնակներից ոչ մի բան չունեմ։ Չգիտեմ ինչ շարլատանություն են անում այս մարդիկ էլի։ Իսկ այստեղ ինչ վիճաբանություն էր։ Որ մեկ, այս մեկը, այդ չեսի դերելի որ եկել է, սաղ կյանքը չեմ ճանաչում մալացիայից է եկել։ Նոր լուրջ դեմքով ինձ ասում է, սկզբից ասում է քեզ մի բան են տվել, ինչ որ մի տեղից են տվել, ասում կարան տան քեզ, ձեր նմաններին, ինձ ոչ մեկը կարա մի բան տա։ Ես կայացած ընտանիքից եմ եղել, ոթխոզի սուի պետի տղա եմ եղել, ամբողջ կյանքը այսօր մենք ենք ամբողջ կյանքը մարդկանց լավություն արել։ Դուք ով եք մա ձեր մոտ կենսագրականը նայեք մինչև 18 թիվը։ Մենք նախագծի օրակարգն էինք նայում, տեսանք, որ Ամիրյան փողոցի հարցը ներառված չէ, որ պետք է դառնա Պապ Թագավորի, հա, իրենք անցյալ նիստի ժամանակ Ավինյանը ասաց, որ եթե հաստատվի կլինի այս օրակարգում, ինչ եք մտածում այդ մասով։ Ես վերապահումով եմ, որովհետև կարող եմ Ամիրյանի վերաբերալ 10 հատ ավելի բացասական բանել ես ներկայացնեմ, ես ասեմ, բայց այս պարագայում մեր երևանցիների մեջ ոնց որ մտածայինք, էլի, ասում ես Ամիրյանցի եմ, ես տեղ եմ ծնվել, բոլորը շատ լավ գիտեն, օքեյ, անձը իրանով եղել է եւ բացասական շատ կողմեր ունեցել եւ դրական է ունեցել։ Ես պարագայում մենք ոչ թե անձի խնդրին ենք գալիս, այլ մեր ոնց որ տարիներով ձևավորված այդ մեր ենթագիտակցության խնդրին ենք մենք անդրադառնում։ Դրա համար այդ հարցին ես վերապահումով եմ մոտիկացել։ Այսինքն լիքը լավ փողոցներ կա, որ կարող են գնալ Պապ Թագավորի անունով կոչել։ Նույն Պապ Թագավորը պատմության մեջ հակասական կերպար է։ Կեսն ասում են լավ է, կեսն ասում են վատ է։ Հետևաբար եկեք հասկանանք, հետագայում ուրիշ մեկն է գասկի Պապ Թագավորի վատ բաներից խոսել։ Այսինքն այդ առումով ես ձեռնպահ եմ մնում, էլի։ Այսօրվա օրակարգի հարցն էլ որ կարծեն սա փոխվեց, բան արեց, ինչի համար փոխվեց, որովհետև պետք է արձագանքի իրանց։ Մի քանի օր առաջ ես ԿՊ-ներին կանչել է, ասում եմ եկեք քայլենք, ինչ խոսք եք տվել չեք անել, հրապարակայնորեն ցույց տամ ձեզ։ Օրինակ 95 մանկապարտեզի բակը խայտարակ վիճակ, օրինակ Երևան City Բանգլադեշի A2 թաղամասի դիմացի հատվածի բակը, որ եկեք այնեն Ռուպերնը ձեռը գլուխ էր գովում, որ սարքում ենք։ Օրինակ Շահումյան հատվածը, որ կա բանկի կրուգը, որ կա, այդտեղ Ավինյան Տիգրանը գալիս լուրջ բանախոս տալիս, էլի խափում գնում է։ Օրինակ տանը իրանց լողավազանը ցույց տայ, օրինակ տանը իրանց Ամեկ թաղամասի մյուս մանկապարտեզը ցույց տայ, ու տանը իրանց սարքած պուլպուլակը, որ շուռա գալիս արդեն բակային կառուցել են, ու այդ շարքը անթիվ անհամար է, դրա փոխարեն այս մարդիկ ին վրա ուղարկում են Դուբայի ջեմային, որ նոր էլ ասում են, որ այդ Դուբայի ջեման բան էր, չարվորակ ռուսք ուներ, թե խնդիր ուներ բան, ես շատ հարգանքով եմ վերաբերվում բոլոր հիվանդ մարդկանց բան, բայց չարվորակ ռուսք ունեցող, այդ խնդիր ունեցող կինը, ինքն էլ ասում էր, ես աբարանից եմ, աբարանից դուրս գա ստեղ, որ իմ ու ԿՊ-ականների քայլերթին մասնակցի կամ գա հասնի ստեղ ու ինքը ասի, որ Գանձասարը թուրքական է, այդ նույն կինը գա ասի, որ Ղազանչեծոցը թուրքական է, հասկանում եք, մարդ ունենալով առողջական նմանատիպ խնդիրներ ու ասում են ստրեսի է ենթարկում, իսկ ինքը ստրեսի չի ենթարկում մարդկանց, որ մեր ինքնությունը, մեր Արցախը ասում է ադրբեջանական է, ասում է, որ Ղազանչեծոցը ադրբեջանական է, Գանձասարն ու Ամարասը ադրբեջանական է, իր համար դա օքեյ է, հա։ Այդ ուղղակի ուզում եմ հասկանալ էլի իրանց։ Այդ մյուս մեկն էլ որ կա որ եկել է, ասում է միջալից այդ ուզում եմ ցույց տամ էլի, որ իրանց այդ աֆիլացող Արարատ Նյուզի Արարատ Նյուզն է հրապարակել այդ կադրը, որտեղ որ այդ մարդը ասում է գրկեմ Նիկոլ Փաշինյան, ասում է դա չի ասում, մյուսն ասը, այդ նույն մարդիկ է, թաղապետի տեղակալն է, ով որ մի օր գնում է որպես շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյանից են անհասկանալի քարտեզն է խնդրում որ վերցնի իր դոշին փակցնի, այդտեղ էլ ասում են գրկենք Նիկոլ Փաշին ուզում գրկել թե ինչ անեմ Նիկոլ Փաշինյանին։ Բանը մի եկի ասում է, չէ, ինքը մի քիչ ծուռ է, ասեմ, մի քիչ ուղիղ է, ասե, դա ձեր խնդիրն է։ Դուք էդ եք, ուզեք թե չուզեք, էդ եք։ ԿՊ-ականները պետք է հասկանան իրենց իրական պատկերը, որ իրանք մնացել են, չգիտեմ, Նորագավիցի Ժաննա էր, Ժենուլ էր, դրա Աբարանցի Անժոյի, բանի, Դուբայի ջեմայի, Լուսիայի ու մնացածի հույսին։ Բայց գիտեք այդ դրանք ով են։
Այն որ Սամվել Ալեքսյանի դեմ տեխնացիաներ դրա Նիկոլ Փաշինյանը կանայք այն ջրերով որ վռնդում էին Նիկոլ Փաշինյանին, այդ կնանիքը մի կպայական են դառը եկել են իմ վրա։ ԿՊ-ի սկզբունքային լինելը։ Իսկ ինչու են ձեր վրա այդպիսի բաներ նշում, ասում, անում, օրինակ որ դուք ներկայացնում եք հիմա, որ ձեր դեմ են այդ ամեն ինչը անում։ Ասեմ ինչի համար, քանի որ այն ավականներից եմ, ովքեր քաղաքային խնդիր ուղիղ մատնացույց է տալնում, մատնացույց անում թալանը, մատնացույց անում ոնց են երևանցիներին թալանում, լուծումներն առաջացնում իրանց որ այս sense պետք է լինի, այս sense պետք է լինի, մեկը sense պետք է լինի, անխտիր բոլորին, էլի, իրանց համար դա ցավ է։ Երբ որ ես գնում ցույց եմ տալիս, որ 95 մանկապարտեզը հանձնել են շահագործման բակը ուղակի որ է, որ 95 մանկապարտեզի պատվալի մեջի նկուղի կանալիզացիան չեն մաքրել, բայց երեխաներին բերել տեղավորել են, իրանց համար դա ցավ է, որովհետև ես ուղղակի չեմ ասում, դա հանրայնացնում եմ, ուղիղ ցույց եմ տալիս, որ էս է սրանց պատկերը։ Իրանք էդի շատ ծանր են տանում։ Երբ որ ասում եմ, որ ժողովուրդ դուք 4.9 միլիարդ դրամ ծախսել եք կանաչապատման կանաչ գոտի ստեղծելու համար տնկել եք 5000 ծառ, ասում մնացած դուրս մա ծաղիկ ենք տնկել 3-400 հատ, 2-300 հատ թուփ ենք տնկել, չգիտեմ ինչ ենք արել, բայց փողը չկա, 13 միլիոն դոլար, 5000 հատ ծառ, 10 միլիոն հատ ծառ են խոստվել։ Ինչքան փող պետք է ծախսենք դրա վրա։